Վանաձորի օրվան ընթառաջ Վանաձորյան օրերի շրջանակներում առաջին անգամ իրականացվեց Վանաձորի ձայն մրցույթը։ Մրցույթի նպատակն էր վանաձորցի երեխաների շրջանում բացահայտել տաղանդներ։ Մենք ունենք մեր քաղաքներում, մենք ունենք մեր քաղաքում տաղանդ, մենք ունենք մեր քաղաքում մարդիկ, ովքեր որ արժանի են բեմին, ուղղակի նրանց բացահայտել, նրանց հետ աշխատել, նրանց սիրել ու բեմերով հետ դրամատել։ Այս տարի Վանաձորյան օրերի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների ակտիվորեն մասնակցեց նաև Ամերիա բանկը։ Ներկայացված են քաղաքում, ակտիվ գործում են քաղաքում եւ մասնակիցներ քաղաքի բոլոր իրադարձություններին։ Վանաձորի ձայն միջոցառմանը կար նաև Ամերիա ձայն նոմինացիան։ Հոկտեմբերի 3-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի ձայն մրցույթի գալա համերգը։ Դժվար էր ընտրություն կատարել եւ մրցանակներ շնորհել գալա համերգի մասնակից երեխաներին։ Նրանք բոլորն էլ շնորհալիներ են, սակայն Ամերիա բանկը Ամերիա ձայն մրցանակի արժանացրեց Արամայիս Հովսեփյանին։ Արամայիս Հովսեփյան Ամերիա բանկի հատուկ մրցանակը հանձնվում է Արամայիս Հովսեփյանին Ամերիա բանկի Վանաձորի մասնակցուհի կողմից կառավարիչ Վարդան Սարգսյան։ Ընտրությունը շատ դժվար էր, քանի որ բոլոր երեխաներն էլ փայլեցին իրենց կատարումներով, ամենայն դեպս կարողացանք մի կերպ կատարել ընտրություն եւ մեր նոմինացիան հանձնել Արամայիսին։ Ամերիա ձայն ընտրելիս աշխատակիցներն առաջնորդվել էին մի շարք չափանիշներով, հաշվի էին առնվել բազմաթիվ առանձնահատկություններ։ Արամայիս Հովսեփյանի մոտ առավելություններ ունեին օրինակ. Եվ իր կատարումը, իր ոճը եւ իր ձգտումը։ Մանկանը ժպիտ, տարեցներին հույս ու ջերմություն, տաղանդներին խրախուսանք։ Ամերիա բանկը շարունակելու է հանդես գալ նոր ծրագրերով ու առաջարկություններով։ Նայինե Մաթևոսյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։